քո քննադատական խոսքի համար քեզ միամիտ փոյտևից ուղարկում են դիմակավորված անձանց։ Արթուր Օսիպյանին խափանման միջոցի մասով ինձ համար որոշակի առումով անհասկանալի է։ Դուք ո՞նց եք պատկերացնում, ես ընդդիմադիր ժամանակ կարողանա գայ հասնել Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին վիդեոները բացում ես, նայում ես եւ պարզ է դու ինչ պետք է անես, էլի դու երկրորդ տարբերակ չի կարող լինի, էլի։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետություն ներկայումս տես մարդ կա, որ կարա պարզ չունենա, էլի։ Չեմ կարա դառնամ այն ինչի դեմ պայքարել եմ։ Եվ ես ձեզ անկեղծ կպատասխանեմ Սերժ Սարգսյան միանշանակ։ Բարի օր, Արմրու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդաշրջանակներում այսօր ես զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ։ Ողջույն, պարոն Գաբրիելյան։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել համաձայնվել եք իմ հարցերին պատասխանել։ Ես եմ շնորհակալ։ Հյուրերին ի սկզբանե խնդրում եմ անկեղծ զրույց ունենանք, որովհետև ինչ որ ձևով նաև փորձում ենք բացահայտել ձեր կերպարը։ Պարոն Գաբրիելյան, երբ որ որոշում կայացրեցիք մտնել քաղաքականություն, անձնական, ընտանեկան հարաբերություններում, ինչպես դա ընդունվեց, արդյոք սպասելի էր իրենց համար, թե ինչ որ կորուստներ եղան նաև այդ որոշումները կայացնելուց հետո, որ դուք գնում եք քաղաքականություն։ Դուք նկատի ունեք այն հին ժամանակները ի սկզբանե, այդ հին ժամանակների սկզբանե 2018-ից ավելի ակտիվ։ Ի սկզբանե ունեք, դե մինչև 2018-ել եմ, ես կասեմ ավելի ակտիվ եմ եղել, մինչև ծառայությունս, ընտանեկան մասով ճիշտ ասած, դե բավականին այնքան գիտակից տարիքում եմ եղել եւ այնպես չի, որ մեր ընտանիքում անգամ եթե ինչ-որ մեկը դեմ լիներ, այդ դեպքում իրան կլսեն, որտեղ հստակ համոզմունք ունեի, որ այն իրավիճակը, որը Հայաստանի Հանրապետությունում կար նախկին գարխիկ ռեժիմի ժամանակ, ապրելը գրեթե անհնարին է եւ այն համատարած անարդարությունը, որը որ կար, դրա դեմ պետք էր պայքարել միանշանակ եւ անգամ եթե դեմ մարդը լիներ, ապա իր կարծիքը տվյալ պարագայում ին վրա չէր ազդի։ Որտեղից էր համոզմունքը, որ պետք է քաղաքականությամբ զբաղվեք։ Օրինակ, ինչ որ ժամանակահատվածում ինչ որ մի բան սկսեց ձեզ հուզել, անհանգստացնել Հայաստանի Հանրապետությունում դրանից ելնելով, թե գիտեիք, որ, չգիտեմ, ժամանակի ընթացքում պետքա քաղաքականությամբ զբաղվեք։ Ինչից ելնելով եկաք այդ եզրակացության։ Դե նախ եւ առաջ դաստիարակությունից ելնելով իմ ծնողների, որովհետև ինձ դաստիարակել են հատուկ սկզբունքների, գաղափարների անժամակարգի շրջանակում, այդ թվում նաև այդ կոնտեքստից ելնելով անարդարության կողքով շատ դժվար է անտարբեր անցնելը, հետագայում ապրելով Հայաստանի Հանրապետությունում, երբ որ բազմաթիվ անարդարություններ ես տեսնում եւ դրանց հաղթահարման ճանապարհը որևիցե իրավական կամ օրինական կամ անգամ բարոյական ուղով չես գտնում, ի վերջո որոշում ես, որ պետք է զբաղվես քաղաքականությամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաստատես ժողովրդավարություն եւ որ մարդիկ կարողանան իրենց հարցերը լուծել իրավական ճանապարհներով, այլ ոչ թե այնպես ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում ընդունված էր մինչ այս։ Ո՞նց է եղել իր հետ ծանոթությունը ու որ որոշել եք հենց իր հետ սկսել։ Նես չի եղել, որ ի սկզբանե հենց որոշել եմ, որ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ թիմակից դառնամ եւ ճանապարհը իր հետ միասին անցնեմ։ Ընդդիմադիր հայացքներով գրեթե միշտ եմ եղել Նիկոլ Փաշինյանի մասին առաջ անգամ։ Կարելի ասել ֆիզիկապես տեսել եմ, բայց հերվից շատ էլ 2007 թվականին Մասիվում հայտնի ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը կարգախոսը բարձրաձայնելու շրջանակում, ինչը իմ համար բավականին զարմանալի էր այդ պահին, որովհետև նախկին ռեժիմի պարագայում այդ դեպքում ամեն մեկը չէ որ կարողանար բարձրաձայն դա բարձրաձայնել, պետագայում դե 2008 թվականի ընտրություններից հետո արդեն Ազատության հրապարակում եմ մասնակցել հանրահավաքներին, հետո մարտի 1-ից հետո ոնց որ ասած ինքդ այն սահմանագիծ ա եղել են հիմնական, որտեղ որ որոշել եմ, որ պետք է զբաղվեմ քաղաքացիական ակտիվությամբ եւ քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ որ ինքը
ուղղակի իմը չեմ մտաբերի ընդհատակում ա եղել թե բանտում ա եղել մի հատ նամակագրություն ունեմ մի նամակի շրջանակում այն ժամանակ հայկական ժամանակում տենց բաց ձևաչափ կար որ նամակ էր գրում նամակին ի պատասխան ինքը հրապարակային քեզ հետագայում պատասխանում էր եւ հետագայում երբ որ արդեն ազատվել է այդ ժամանակ ծանոթացել եմ այդ ժամանակվանից արդեն ոնց որ հարաբերությունները սկսել է մտերմանալ, որը որ հետագայում նաև դառել է ոչ միայն քաղաքական թիմային, այլ թվում նաև ընկերական, բայց կուզեմ շատ ինձ համար կարևոր շեշտադրում անեմ, կարծում եմ, որ 2008 թվականից որքան էլ վարչապետը էլի իմ ընկերն է, բայց ես որպես ընկեր ենթադրում եմ, որ իրավունք չունեմ իր համար որոշակի առումով, այսպես ասած, անգերական հարաբերությունների շրջանակում բեր դառնալ, որովհետև ինքը երկրի առաջնորդն է, երկրի վարչապետն է, ու հաստատ ինքը շատ ավելի կարևոր գործեր ունի, քան թե անգերական հարաբերությունների համար ժամանակ ծախսել, անգերական հարաբերություն։ Բայց դեռ մեր գրաֆիկը այնպեսին է, որ եթե վերցնենք ոչ պաշտոնական կարգավիճակի ժամանակի եւ հիմա իհարկե ժամանակային առումով դրանք տենց ռոպեներ են տևում, բայց դա բնական է իրականում, որովհետև պատասխանատվությունը մեծ է, բերը մեծ է, աշխատանքային ժամանակը թե իրականում այնպես չի, որ սահմանվում է 9-ից 6-ը, իհարկե փոխվել է, որ մենք չենք փոխվել, կարծում եմ բոլորս այնուամենայնիվ որոշակի առումով փոխվում ենք, ես էլ եմ այս ընթացքում փոխվել, ինքն էլ է փոխվել, այդ թվում նաև թե փորձարարության տեսանկյունից եւ չմոռանանք իրականում թե մեր թիմային առումով, թե ընդհանրապես մեր հանրապետության գլխով այս վերջին տարիներին ինչ արհավիրքներ են ըստ էության անցել եւ այդ տեսանկյունից վարչապետն էլ է փաստացիորեն տեքստով ասել։ Խորհուրդ տակ կլս այս վերջին ժամանակահատվածում երբ որ քարոզարշավեր հունից դուրս եկավ մարդկանց վիրավորական խոսքեր ասեց, այդ պահին կարող եք իրեն ասել, որ բան վարչապետ սխալ է։ Ես այո իհարկե կարող ենք։ Եվ ձեզով ասում որ այդ պահին չենք խոսացել դրա վերաբերյալ։ Առավել եւս օրինակ ինձ համար հստակ գիծը երևում էր այդ օրվա։ Ինչքան էլ ես չեմ սիրում դավադրության տեսությունները, բայց տենց համընկումներ չեն ելնում էլի միաժամանակ մի օրվա ընթացքում, բայց անդրադառնալով բուն խորհրդի մասին եւ բուն քննարկման մասին, ինչքան ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, տենց մի դեպք չեմ հիշում, որտեղ որ ին վրա օրինակ բերեմ, բայց դա մեր թիմային սկզբունքն է իրականում, որտեղ մի տեղ կաշկանդված լինեմ այն ինչ որ կա մտքից բարձրաձայնելու, որտեղ դա քաղաքացիական պայմանագրի ստեղծման սկզբանե սկզբունքներից մեկն է եղել, որ այդպիսի հարց չպետք է լինի, որը որ չի կարելի քննարկել, անգամ այդ հարցը абսուրդ է։ Պետք է լսել եւ իրար պարտադիր։ Հա, բարձր եւ փորձում ես հնարավորինս ասել այն, ինչ որ կարող ես հիմնավորես եւ փաստարկես, բայց ել եմ ասում, այտենց մի դեպք չեմ հիշում, որ ձեր ասած կոնտեքստում ենթադրենք մարդուն խորհրդաս, sense խոսակցական առումով ասեմ, ֆրա ասի ինչ խորհուրդ մի տուր, ինչ խորհուրդները պետք չի կամ առնվազն կարծում եմ դա նաև բարեկրթության բան է, որ ցանկացած մարդուն խորհուրդ ես տալի, պետք է առնվազն դա գիտություն ընդունի։ Պարոն Գաբրիելյան, երբ որ խորհրդարանում էիք, ակնհայտ երևում էր, որ լարված հարաբերություններ ունեիք մի քանի ձեր գործընկերների հետ, ակնհայտը Անդրանիկ Քոչարյանն էր։ Ինչ հարաբերություններ ունեք հիմա, վերջի անգամ երբ եք շփվել։ Ես Անդրանիկ Քոչարյանի հետ լարված հարաբերություններ չեմ ունեցել։ Ես Անդրանիկ Քոչարյանին այդ թվում նաև հաշվի առնելով տարիքը հարգանքում եմ միշտ վերաբերվել։ Կան իհարկե հարցեր, որը որ Պարոն Քոչարյանի հետ համաձայն չեմ, կլինեն դրանք բովանդակային, թե իրավիճակային, որը որ քննարկել եմ կամ փորձել եմ քննարկել, կան հարցեր, որտեղ որ ասել եմ արդյունքին, կա հարցեր, որ չեմ ասել արդյունքի, Պարոն Քոչարյանի հետ սովորական հարաբերություններ ունեմ, քաղաքացիական պայմանագիր թիմի անդամ է, մեր ազգային ժողովի պաշտպանության եւ վտանգության հանձնաժողովի նախագահն է, աշխատանքային հարաբերություններ ըստ էության, բայց ել եմ ասում հարգանքում եմ։ Օրինակ որ դուրս եկեք։ Շփում որպես այդպեսին կա իհարկե այն ժպային, երբ որ տեսնեմ, որտեղ այդ մարդը լավ աշխատում, ես էլ ամենայնիվ իմ գործերը ունեմ, երբ որ տեսնում եմ իհարկե շփում եմ։ Պարոն Գաբրիելյան, հանուն արդարության, երբ որ ընդդիմադիր էիք, այդ ժամանակահատվածում մշտապես թեկուզ ձեր սոցիալական ցանցով, Facebook-ով գրառումներ էիք անում, պաշտպանում եք այն անձանց, ովքեր իրենց կարծիքի համար բանտարկվում էին, երբ որ չէին իշխանությունները հանդուրժում ազատ խոսքը, անդադար քննադատություն հնչում էր։
Հիմա, երբ որ դուք իշխանություն եք ու ընդդիմադիր խոսք է հնչում, մարդկանց կալանավորում են, հետապնդումներ է սկսվում իրենց նկատմամբ, դա նորմալ է համարում, հեղափոխությունը սրա համար։ Մասնավորապես ում նկատի ունենք։ Օրինակ, վերջին օրինակով կարող եմ վերել, երբ որ արցախցի Արթուր Օսիպյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ փորձեց հարց հնչեցնել ինչի համար կա։ Եթե Արթուր Օսիպյանին նկատի ունենք, այդ դեպքում ես կարող եմ ասել, որ ըստ էության շատ օրինակ կալանավորման, խափանման միջոցի մասով ինձ համար որոշակի առումով անհասկանալի է, բայց այնուամենայնիվ անձերից դուրս դե ազատ խոսքը դա երբ որ դու կարողանում ես գազ կանգնես վարչապետի դեմը եւ խոսած։ Դուք ո՞նց եք պատկերացնում, ես ընդդիմադիր ժամանակ կարողանայի գայ հասնել Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, փորձեի հասնել, անեշի որ կամքից կամ համարձակությունից թույլ եմ, բայց ֆիզիկապես դրա հնարավորությունը ի սկզբանե բացառված կլիներ, որ ես կարողանայի գոնե մոտիկ գալ ինչ որ հարց կապ չունի քննադատական թե ոչ, ու իմ պարագայում իհարկե պարզել, որ դա հիմնականում պետք է լիներ որոշակի առումով քննադատություն, որից թույլ տային ես մոտիկանայի։ Ոնց եք պատկերացնում։ Դուք էլ եք ապրել այն ժամանակահատվածում, ես էլ եմ ապրել։ Անհնարին բաներ, ասեմ ավելին, քո քննադատական խոսքի համար քեզ միամիտ քոյտևից ուղարկում էին դիմակավորված անձանց, որոնք որ բիտեկով քեզ ծեծում էին, դե առնվազն 18 թվականից քեզ դեպ չեմ հիշում։ Նայիրի Հոխիկյանին էին օրերս նաև հարձակվել քբականները։ Նայիրի Հոխիկյանի այդ դեպքը այնուամենայնիվ Նայիրի Հոխիկյանին ճանաչելով կներեք, էլի խիստ կասկածում եմ, որ այդ մարդու ասացի մեջ 100-ի մեջ գոնե մի հատիկ ճիշտ կա, էլի։ Մեր քաղաքացիները այնուամենայնիվ հետևում են իր հրապարակային գործունեությանը եւ ինքը ավելի շատ պետք է կարծում եմ ազատ խոսք այսօր կա, դուք պնդում եք, որ ձեր իշխանության ժամանակահատվածում այն ինչի համար պայքարում եք, ինչի դեմ պայքարում եք։ Եկեք ես չպնդեմ, բայց ես կարամ ձեզ հարցնեմ, չկա որ ազատ խոսք չլինի, ես ինչի համար է գալի ձեր այդ հարցազրույցի ազատ հնարավորինս անկեղծ պայմանով։ Իմաստը ո՞րն էր գալու, հենա չէի գալու, էլի։ Վառ օրինակն է ներկայիս քարոզարշավը կրկնվում եմ, երբ որ ցանկացած քաղաքացի օրինակ Օսիպյան Արտուրի վրա օրինակ բերեց, չէ՞, ես Օսիպյան Արտուրի հրապարակային գործունեությանը քույրը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին։ Կներեք, բան չունեմ ասելու, զոհվածի քույրը մոտեցավ, այո, բարձա, չէ՞ որ բարձա, չէ, մի րոպե, մենք խոսում ենք խոսքի ազատության մասին։ Խոսքի ազատությունը ենթադրում է ազատ բարձրաձայնել քո կարծիքը։ Դուք շարունակությունը մի ասեք։ Այդ շարունակությունը կարող է շատ տարբեր լինել իրականում, ելնելով այդ խոսակցության ոչից եւ բովանդակությունից եւ հիմնավորումներից, բայց քանի որ խոսքը գնում է ազատ խոսքի մասին, հիմա էլի զոհվածի քրոջ վերաբերալ ենք ասում, համարթը հնարավորություն ունեցել մոտիկանալ վարչապետի հետ, ասեմ ավելին, տեղ-տեղ բավականին անհիմն եւ ոչ փաստարկված լոզունգային մեղադրանքներ հնչեցնել, որոնք որ օրինակ այդ մարդուն ասես խնդրում եմ մի հատ հիմնավորի քո մեղադրանքը չի կարողանալու հիմնավորը, ես պնդում եմ զուտ ասելու է դուք Արցախը հանձնեցիք, դուք էս արեցիք, դուք այն արեցիք, ել ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, տենց խոսակցություն ալնում, չի լինում, բայց ազատ խոսքի կոնտեքստի մեջ դա լիակատար օրինակ է թե ինչպիսի մակարդակ է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը եւ իրականում խնդրեմը նրա մեջ է, որ մեր շատ ու շատ քաղաքացիներ կամ սուբյեկտներ, որոնք որ օգտվում են քաղաքացու իրավունքներից, իրականում խառնում են բուն ազատ խոսքի իմաստը եւ իրենց տալիս են եղած կոնցեպտի մեջ ազատ խոսքի ավելի շատ են թույլ տալի, կամ կարելի է եւ կամ թույլ են տալի բարեկրթության նորմերը։ Դուք հեղափոխություն արեցիք, պարոն Գաբրելյան, ասացիք, որ նախկինների հետ կապված ամեն ինչը պետք է մերժել, հեղափոխությունից սկսել, ամեն ինչը զրոյացնել եւ այլն, բայց երբ որ ձեր մանդատը վայր դրեցիք ազգային ժողովի պատգամավորական մանդատը, մի այսպիսի հայտարարություն էի կարել։ Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք։ Ու ասացիք, որ գնում եք վարչություն։ Այո։ Ինչ էր տեղի ունենում։ Հեղափոխությունից հետո այդ ամեն ինչը չէիք արել, թե շեղվել էր ճանապարհից քվել։ Ես նախ եւ առաջ ուզում եմ հիշեցնեմ, որ բուն հեղափոխական գործընթացի մեջ ես անձամբ չեմ եղել տվյալ պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերով եւ օրենքով իմ անդամակցությունը եղել է սառեցված, բուն գործընթացին չեմ մասնակցել։ Եթե մասնակցած լինեի ի սկզբանե, կարծում եմ ձեր ասած նախկինների բարքերի մերժելու կոնտեքստում մենք շատ ավելի արդյունավետ կգործենք, այդ թվում նաեւ իմ հաշվին, ինչ վերաբերվում է
ազգային ժողովի падգամավորի մանդատը վայել դնելու, այո, այդ բանը ասել եմ եւ ասելուց բացի նաեւ գործել եմ, որովհետեւ Ինչ է անառողջ, մի քիչ հանրության ինչ եք նկատում Գաբրիելյան, որը անառողջ վիճակ է, անառողջ վիճակ, որոշակի առումով քննարկման մթնոլորտ, միջավայրի մթնոլորտից ելնելով, երբ որ օրինակ ես ձեզ որպես ազգային ժողովի падգամավոր ասեմ, երբ որ դու ունենում ես նախագիծ, որում դու ունես համոզմունք եւ հիմնավորվածություն, բայց գնում ես եւ փաստացին գնում ես տարբեր գերատեսչությունների դռները, որպեսզի ի վերջո կարողանաս գաս հասնես նրան, որ գերատեսչության գործընկերներին համոզես, որ սա կարևոր օրինակ օրենսդրական նախաձեռնություն է, որը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրված կողմենք, դա այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները բոլորը մարդ են, հետո 8 տարի փաստացի կառավարող ուժ լինելը այդ անես չի էլի, որ տենց ոնց ասեմ, այդպես բոլորից ցանկությունն է էլի, որ տենց հասկանում եք, որ ես իմ ընկերները իշքան անձնական ազատություններից են փաստացի ստիպված զրկվել կամ սահմանափակել, հետո դու անդադ երբ կառավարող ուժ ես, օրինակ դուք մի տեղ անընդհատ աշխատեք, ինչ որ միտեղ գալու է ձեր մոտ, գալու է ձեր վրա որոշակի լճացման փուլ, այդպես բազմաթիվ խնդիրներ կա, բայց մենք մեր կուսակցությունում էլի մի շատ լավ ըստ սկզբունք ունենք, մենք իշքան էլ մեզ քննադատեն, եթե ես պնդում եմ էլի իրականում, մեզանից լավ մեզ ոչ մեկ չի կարող քննադատի, մենք մեր ամենալավ քննադատն ենք էլի, եւ եթե ինչ-որ մեկին թվում է, որ կարա լինի մի հարց, որտեղ որ մենք կարող ենք արժանանալ քննադատության կամ մեղադրանքի եւ մենք դրա վրա աշկ ենք փակում, այտենց հարց գոյություն չունի։ Մեզանից լավ մեզ ոչ մեկ չի կարող քննադատի իրականում եւ մենք այդ գործընթացով գնում ենք, ինչը որ նաեւ ապացուցվում է հենց վերջի վարչության ընտրություններով, երբ որ վարչության անդամների փոփոխություններ տեղի ունեցան, որոշ մարդիկ չառաջադրվեցին, չընտրվեցին, նոր մարդիկ եկան, այդ թվում նաեւ ինչու ոչ, պետքա շեշտադրեմ կանանց առումով ագին մեծ աճ ունենք, ինչը օրինակ այդ մասով կուզեմ ասեմ, որ օրինակ քվոտան որպես այդպիսին օրենքին հետ միշտ այդ արհեստականության զգացումը ունեցել եմ, էլի, որ ինքը արհեստական է, էլ այդ քվոտան, բայց օրինակ մեր վարչության ընտրությունները ցույց են տալի, որ որքանով որ ինքը արհեստական ի սկզբանե որպես մեխանիզմ ներդրվում է եւ դու անընդհատ այդ արհեստականությամբ ուզում ես այդ բացը լրացնես, բայց մեր վարչության ընտրությունները ցույց է տալի, որ դա աշխատող մեխանիզմ է, որտեղ ի վերջո ինքը սկսում է աշխատել եւ ինքը մեր մոտ փաստացի աշխատել է եւ մենք քվոտայով մեր կին վարչության անդամներից մի օքի ունենք անցած, մնացածը մեր կուսակցության կողմից, մեր թիմակիցների կողմից ընտրվել են։ Գյումրու միջադեպից խոսենք։ Դուք երբ որ առավոտյան սթափվեցիք, գինովցած էիք, վիրավորված էիք։ Դե անկեղծ զրուցեք ուզեցին, էշի որ առավոտյան արդեն սթափված էի։ Երբ եք սթափվել, ես կուզեի դրա մասին ասեմ, ինչից սթափվեցիք։ Մոտավորապես կեսօրից հետո։ Գիշերը խմած էիք դեռևս, փողոցում պտտվում էիք, հայոյանքներ էիք հնչեցնում լրագրողների հասցեին եւ այլն։ Սթափվեցիք։ Լրագրողների հասցեին իհարկե ես հիմա չեմ ուզի, բայց այնուամենայնիվ կասեմ, որ լրագրող կա, լրագրող էլ կա, էլի։ Խնդրում եմ այդ գործընկերներին չվիրավորենք, անցնենք։ Ես չեմ վիրավորում, բացարձակ, ես զուտ ասում եմ լրագրող կա, լրագրող էլ կա։ Միջադեպից հետո դուք միակ падգամավորն էիք, որ որոշում կայացրեցիք հրաժարական ներկայացնել, որտեղ շատ միջադեպեր են եղել, կարող եմ թվարկել, օրինակ Անջանի Քոչարյանը լրագրողին շատ վատ ձևով վիրավորեց, մնաց իր մանդատին, Ալեն Սիմոնյանը թքեց, մնաց իր մանդատին ու լիքը ունեք գործընկերներ, ովքեր տարբեր միջադեպերում հայտնվել են, բայց հրաժարական չեն ներկայացրել։ Նախ դուք ինչպես եկաք այդ եզրակացությանը, որ չէ, պետք է մանդատը վայր դնել ու դուրս գալ խորհրդարանից եւ ով էր ձեզ ասում, որ Վիլեն Գաբրիելյան դու պետք է հրաժարական ներկայացնես։ Կար այդ մի անձը, որ ձեզ պարտադրում էր կամ խորհուրդ էր տալիս, որ չէ, միջադեպը չի ներվելու, պետք է հրաժարական տալ։ Ինձ ոչ մեկ չի ասել, բայց իհարկե ես իմ որոշ ընկերների հետ քննարկել եմ դա։ Այդ եզրակացությանը իրականում գալու իմաստ չկար, էլի, ես ոնց են անգամ ասել եմ, վիդեոները բացում ես, նայում ես եւ պարզ է դու ինչ պետք է անես, էլի, դու երկրորդ տարբերակ չի կարող լինի, էլի։ Ոնց եք պատկերացնում, պետք է գայ ասեի ճիշտ եմ արել։
Չեմ, դրվագներ կա, միանշանակ ճիշտ է։ Ատա դրվագներ կա, ճիշտ եմ արել, բայց ի սկզբանե եկեք ձեր համար sense ձևակերպեմ, էլի։ Ի սկզբանե ընտրությունների օրը, երբ որ դու գիտես, որ տվյալ քաղաքում ընտրություններ է, եւ որոշել, որ դու ընկերների հետ գնում ես այդ օրը այնտեղ ժամանակ անցկացնես, սխալ որոշում ա եղել։ Այդքան բան կարամ ասեմ։ Եվ երկրորդ տարբերակը այդտեղ բացի մանդատը վարդենելուց չէր կարող լինել իրականում, էլի։ Որովհետև չեմ կարա դառնամ այն, ինչի դեմ պայքարել եմ։ Ներազդողներ չկային, այսինքն ասեին, որ չէ, պետք է որոշում կայացնես գնալու հետ կապված, որտեվ ասում եմ, շատ միջադեպեր եղել է ԿՊ-ում ու ներվել է, բայց ինչու ձեզ չներվեց, ինչն էր խնդիրը, որ Ես կարամ ձեզ ուրիշ ձև, չէ, ներվեց, այո, որ փախա։ Չէ, դու մի քիչ հիմա փոխում եք։ Չներվելու բան չկա, կուզենայի կմնայի ազգային ժողովի падգամավոր։ եթե Ինձ ոչ մեկը չէր կարող ասել մանդատդ պետք է դնես։ Հա, իհարկե ես չեմ բացառում, որ միջադեպից ելնելով որպես կուսակցության անդամ այդ կուսակցության վարչությունը կարող էր այդ հարցը քննարկել, ասել, բա, էսի մեզ վայել պահված չի։ Սենց ոնց կլինի, որ դու ինչ-որ պատասխանը դու եւ դա շատ նորմալ կլիներ, որտեղ եթե ես լինեի վարչության անդամ իմ գործընկերներից մեկը տենց աներ, ես միանշանակ իր հարցը աշխատելու եմ, որ քննարկեմ վարչությունը, որտեղ դա պայելաձև չի։ Ներազդելու տեսանկյունից ոչ մի ներազդեցություն չկա, ես այնուամենայնիվ գիտակից մարդն հասկանում է ինչը կարելի է, ինչը չի կարելի, որտեղ է սխալ, որտեղ է ճիշտը եւ իրականում երբևիցե այդպես խնդիր չեմ ունեցել սեփական սխալները ընդունելու եւ ես չեմ կարծում որ դա իրականում այդպես Եթե ինչ-որ մեկի համար դա թուլության նշան է, իմ համար բացարձակապես ուժեղության նշան է։ Չնայած ես ուժեղ բառը վերջերս եկալ է տարել են, միշտ ես եմ ասել, հիմա քաղաքականացրել են, բայց այնուամենայնիվ։ Ես ուզում եմ նաև խոսեմ մի հարցի հետ կապված, դուք Օմարի բարձունքների մասին միշտ խոսում եք, ասում եք, որ դա պետք է պահպանել որպես մեծ խորհրդանիշ, բայց հանձնվեց։ Ձեր մոտ որպես անձնական ինչ զգացողություններ եք ունեցել այդ հանձնումից հետո, ինչպես եք ընդունել այդ փաստը, ինչ եղավ ի վերջո, այսօր կարելի է բացառիկ կարգով նաև ներկայացնել ձեր ներքին ապրումները, հա, այդ ժամանակահատվածում ինչ որ տեղի ունեցավ։ Եթե անձնական առումով եք հարցնում, իհարկե, քանի որ ես այնտեղ նաև ծառայել եմ, բացասական, այս վերջերս միտեղ բանավեճ եմ մասնակցում այդ ողբերգություն որպես այդպեսին ողբերգություն բառն եմ լսել Լեռնային Ղարաբաղի հետ կատարվածը եւ գլոբալ առումով ինքը գուցե տենցա, բայց ես տենց իմ վրա չեմ զգացել, բայց շատ բացասական, որովհետեւ բազմաթիվ հիշողություններ ունեմ կոնկրետ այդ տեղանքի հետ, քանի որ այնտեղ 2 տարի ծառայել եմ, բայց քանի որ զբաղվում եմ քաղաքականությամբ, իսկ քաղաքականության մեջ այնուամենայնիվ հնարավորինս պետքա իրատեսական լինես եւ պետք է հաշվի առնես քո եղած ռեսուրսները, քո հնարավորությունները, այդ թվում նաեւ ռիսկերը գնահատես, հասկանաս որքանով ես կարողանում ռիսկերը կառավարես, ըստ էության այն գործընթացը, որ տեղի է ունեցել, այլ ընտրանք չուներ եւ այդ ճանապարհով պետք էր գնալ, որովհետեւ գործընթացը այնուամենայնիվ դուք եք հիշեք փուլերով էլ դա ըստ երևույթի տվյալ պայն այդ քալերին չգնալը նշանակելու էր տվյալ տեղանքում կոնֆլիկտը շարունակել եւ մարդկային զոհեր։ Ձեր ներսում փակել եք հարցը խորհրդանիշ պահելու ձեր այդ երազանքի մասին, որ միշտ խոսում էիք, որ սա որ երազանքի։ Որ Օմարի պետքա դա դարձնել հայկական խորհրդանիշի այդ երազանքի հարց չի, դա ավելի շատ ես ձեզ sense ասեմ, դա ռազմական տեսանկյունից էր ճիշտ, որտեղ նույն 44 օրյայի ընթացքը ցույց է տալի, որ Օմարի Լեռնանսկի մարտական հենակետերը, որքան էլ առաջի օրը բավականին լուրջ հարձակման են ենթարկվել, դե կորցրել էինք, հետո հետ էինք բերել իրականում մի քանի հատ մարտական հենակետ, եւ չէինք կարա իրականում հետ չբերեինք, դա կարամ զուտ բան մի փոքր մասնագետ չեմ, բայց մասնագիտական առումով ասեմ, որ այդ նախ որոշակի առումով անհավանական էր այդ մի քանի հատ մարտական հենակետը հակառակորդի կողմից գրավելը, բայց մյուս կողմից էլ ավելի անհավանական է եղած պայմաններում դա փորձել պահելը, էլի։ Այդ տեսանկյունից ռազմական առումով իհարկե, ասենք ինքը բնական բերդ է, ոչ մեկ էլ չուզենա այդ հնարավորությունները կորցնել, բայց իրավիճակը այնպիսին էր, որ այլընտրանք Հայաստանի Հանրապետությունը չուներ։ Պարոն Գաբրիելյան, հայտնի է նաև, որ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեք, իրեն պաշտպանում եք, այն դատական փուլում ձեր հայտարարությունները կարծում եմ հանրությանը հայտնի են։
Հիմա որ հետ հայացքով նայում եք մեր բանակին, ինչպեսի բանակ ունեինք մենք Դավիթ Տոնոյանի ժամանակահատվածում են մեղադրանքները, որ իրեն հասցեին հնչում են, հաշտեք այդ ամեն ինչի հետ։ Ես նախ առաջ քանի որ քրեական գործին անդրադարձակ, այդ ինչ կարծիք եղել եմ, նույն կարծիքի կմնամ, առավել եւս հələ կամաց չեմ էլ կարծում, որ ես երկրում հիմա կոնկրետ բուն քրեական գործի շրջանակում տենց մարդ մնացել, որը կարա ի սկզբանե հրապարակած լոզունգի շրջանակում վերաբերվի այդ քրեական վարույթին, որովհետեւ արդեն չեմ սխալվում, որ 7 տարին է դատա գնում ու դեռ տենց པարզ չի էլի։ Ինչն երբ է գալի իր ավարտը, նույն կարծիքի եմ մնում, Իսկ բանակի հետ կապված ինչ վերաբերվում է բանակի հետ կապված, ես անձամբ առավել եւս երբ որ Դավիթ Տոնոյանը դարձել է պաշտպանության նախարար, ես դեռ ծառայության մեջ եմ եղել։ Ես փաստացի հենց առաջի օրվանից էր զգացել եմ այն փոփոխությունները, որոնք որ բանակում սկսում են տեղի ունենալ։ Իսկ ցանկացած պարագայում ամենակարևոր փոփոխությունը դա իհարկե Դավիթ Տոնոյանի բուն շնորհքը չի, դա հեղափոխական գործընթացի շնորհքն է, դա մթնոլորտ ու միջավայրն է, որը որ սկսեց առաջորդանից սկսած փոփոխվել, ինչ վերաբերվում է զինված ուժերի բարեփոխումների գործընթացին, որը որ այն ժամանակ Դավիթ Տոնոյանը նախաձեռնել էր, կարծում եմ միանշանակ գնահատակալ իրականում շատ դժվար է, որովհետև դու չես կարող գաս եւ 1-1.5 տարվա ընթացքում եղած համակարգը, այն էլ այդպիսի խոշոր եւ փակ համակարգը, որը որ հանդիսանում է բանակը, ենթարկես փոփոխությունների, դա բավականին հետևողական աշխատանք է, մեծ ջանք ու ռեսուրս է պահանջում, այդ թվում մասնագիտական, որից եւս բավական ինչ օրս է որոշակի առումով կահում ենք, բայց ես գրեթե կասկած չունեմ, որ առնվազն այն տեսլականի կոնտեքստում, որը որ հրապարակվել է իր կողմից, եթե ժամանակ ունենայինք, մենք կունենայինք շատ ավելի արդյունավետ զինված ուժեր, որոնք որ այն մարտահրավերներին մասնավորապես այն ժամանակ եկած Ադրբեջանի Հանրապետությունից շատ ավելի արդյունավետ կկարողանայինք այդ մարտահրավերներին արձագանքել եւ հաղթահարել։ Մի հարցի հետ կապված ժամանակին միշտ խոսում էիք Ադրբեջանում ծնված հայերի միավորման թեմայով, այս ժամանակահատվածում անընդհատ խոսում են ադրբեջանցիների վերադարձի 300,000 ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան, որովհետև Ալիևը անընդհատ խոսում է դրա մասին։ Ալիևը անընդհատ չի խոսում դրա մասին։ Դրա մասին անընդհատ խոսում է Սամվել Կարապետյանը, նենց տպավորության, որ երազանքն է դա իրականում։ Տես տպավորությունն եմ քաղաքական process-ից ելնելով։ Իսկ ձեր նաև հարցածակում թե ում համար է ստեղծում ինքը ի վերջո այդ 300,000 աշխատատեղը։ Կարող է երազած 300 ադրբեջանցիների համար է ստեղծում էլի, որովհետև ասենք բերել ու նմանատիպ абսուրդ օրակարգ Հայաստանի Հանրապետությունը այդ օրակարգով փորձել հանրությանը կերակրել։ Ես մենակ մի բան կարամ ասեմ, որ եթե Ալիևի խոսքն է դեպի այդ ուղղությամբ, բան Գաբրիելյան, դուք միակ կողմանի մի նայեք, այո, քարը։ Չէ, բարձա որ սկզբնաղբյուրը տվյալ գործընթացի Ադրբեջանի իշխանություններն են։ Դա ոչ մեկ չի ասում, որ տենց չի։ Ես չեմ ասում սկզբնաղբյուրը Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանը տվյալ դեպքում իմ համար խնդիրը մի բանի մեջ է հանդիսանում, որ ինքն է Հայաստանի Հանրապետությունում այն միակ մարդը, որը որ հրապարակային ասել է, որ ինքը տեղեկություն է տիրապետում, որ կա գաղտնի պայմանավորվածություն, որ 300 ադրբեջանցիներ են գալու Ադրբեջան։ Հիմա հարց է ծագում առաջինը, որտեղից է տիրապետում այդ տեղեկատվությունը, որը որ գաղտնի է 1, երկրորդը զուտ բարոյական առումով մեր հանրությանը տենց հոգեբանական հարցակման ենթարկել այդ 300,000 ադրբեջանցու թեմայով, որպեսզի գնաս ընտրություններին կարողանաս քվե ստանաս, ասենք դա անելու բանը ես պնդում եմ, որ դա Սամվել Կարապետյանի թեմի դեմ հակառակ էֆեկտն է տալու։ Հակառակ էֆեկտն է տալու եւ հենց այդ խոսույթի պատճառով, եթե ենթադրենք ինքը պետք է ստանար պայմանական 10 ձեն, ինքը ստանալու է 3 ձեն։ Որտեվ այդ խոսում մեր հանրությունը շատ ավելի խելացի եւ գիտակից է, քան իրան կարա թվա, էլի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանում ծնված Բաքվում ծնվել, այո։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանում ծնված հայերի, այո, վերջին մասնավորապես երբ որ դեռ ազգային ժողովի պատգամավորը այդ Գարմաշիրովան Նախիջևան հասարակական կազմակերպության շրջանակում այդ հարցերով զբաղվում էինք,
Բայց ելնելով քաղաքականությունից, որը որ պետությունը ներկայումս վարում է եւ այդ թվում նաեւ հաշվի առնելով օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, որոշում են կայացել, որ ներկայիս փուլում մեր աշխատանքը հնարավորինս պասիվացնում ենք, որպեսզի պետությունների իշխանություններին հնարավորություն տանք հաշվի առնելով այդ թվում նաեւ մեր խնդիրները այդ բանակցային քննարկման շրջանակում հասկանալ թե ոնց են Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը գնում խաղաղությունը այլ ավելի ինստիտուցիոնալացնելու։ Պարոն Գաբրիելյան, այս հարցը պետք է տան, որովհետև երբ որ ինչ-որ մի ժամանակահատվածում դուք պատգամավոր էիք, անընդհատ այսպիսի բան էին գրում տարբեր մեկնաբանություններ, որ տարբեր ժամանակահատվածում պարտքեր եք ունեցել, փոքր գումարներ եք վերցրել, չեք փակել, խնդիրներ եք ունեցել եւ այլն։ Այդ հարցերը կար ու արդյոք լուծվել է թե չէ։ Ինչ խնդիրների մեջ եք այդ հարցերը հիմա ես սկզբից գամ ինչի համար կարա տենց լինի մարդու կյանքում առավել եւս, որը զբաղվում է քաղաքականությամբ կամ քաղաքացիական ակտիվությամբ։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում պարտք ունենալը կամ ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնելը տալը, բայց վերջում դա իհարկե, հա, տենց սվատ երևույթներ են, իրականում դա տենց չեմ էլ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս տենց մարդ կա, որ կարա պարտք չունենա, էլի, որտեվ դեռ ահագին հաղթահարելու աշխատելու ունենք, որպեսզի մեր ընդհանուր առմամբ մեծամասամբ քաղաքացիների սոցիալական վիճակը լինի այնպեսին, որ դրա կարիքը չունենան այդ հետևողական աշխատանքը, բայց այն մարդը, որը որ զբաղվում է քաղաքացիական ակտիվությամբ եւ քաղաքականությամբ, որը իրան համարում է այդ թվում նաեւ այն ժամանակ կարող եմ արձանագրել տենց ծայրահեղ դիմադի դիրքերից է հանդես գալը, չի կարող ունենա ֆինանսական կախվածություն, այդ թվում նաև աշխատանք փաստացի չի կարող ունենա, էլի։ Նախ չի կարող ունենա, երկրորդը ոչ մեկ չի էլ քեզ աշխատանքի ընդունի։ Կներեք պետք է այդ բառը ասեմ, էլի, որտեղ այդ բառը դիտարկում ես որպես շար ցանկացած մասնավորի համար։ Պետական համակարգի մասին չենք խոսում, բայց մասնավորի համար կարած դիտարկվես որպես ել եմ ասում կներեք որպես շար, որտեղ քո պատճառով կարա մասնավորը ունենա խնդիրներ։ Այո, եղել են տենց իրավիճակներ, որտեղ որ իմ ընկերներից, հարազատներից գումար են խնդրել, բայց այդ թվում նաև երբ որ գնացել եմ ծառայելու զինված ուժերում, ավելի շատ ուշադրություն կարողացել եմ դարձնել արդեն իմ եւ իմ ընտանիքի սոցիալական վիճակին։ Լուծել եք հարցը ամբողջությամբ։ Եվ եթե հիմա հնարավորություն ունենայիք 2018 թվականի Վիլեն Գաբրիելյանի հետ խոսելու, ինչ մի խորհուրդ կտայիք, պարոն Գաբրիելյան, ինքներդ ձեզ։ Դե խնդիր կա, պետք է էլի հիշեմ, որ 2018 թվականի Վիլեն Գաբրիելյանը ծառայում էր զինված ուժերում, բուժ ծառայության լեյտենանտ էր, իրան կարա այն ժամանակ մի խորհուրդ տա։ Որ նպատակ ունեիք նաև ակտիվ քաղաքականությամբ զբաղվել այդ ժամանակահատվածի Վիլեն Գաբրիելյանի։ Իրականում տես խնդիր չեմ ունեցել համբերության, էլի, այսինքն երբ որ դու տարիներ շարունակ մարդկանց հետ ընկերներիդ հետ պայքարում ես ինչ-որ մի բանի համար, հետագայում առանց քեզ այդ գործընթացը տեղի է ունենում, իհարկե, մի քիչ տխուր է դա, առավել եւս որ տենց գործընկերներս գիտեն էլի ես տենց երազանքի կոնտեքստում միշտ եղել է այդ հեղափոխության բարիկադի վրա հայտնվել է էլի ու քանի որ այդ կողքը վտանգվում է տենց մի քիչ տխուր իրավիճակ է իհարկե բայց դե ես այդ տեսանկյունից միշտ կարողացել եմ առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստականությամբ եւ այդտեղ կարևորը ոչ թե իմ երազանքի իրականացումն էր, այլ այն գլոբալ գործընթացը, որը իշա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որը որ տեղի էր ունենում, այդ պայն իրականում տես խնդիր չունեի, բայց խորհուրդ կտա այլ ավելի համբերատար լինել երևի։ Եվ հանրությանը կբացատրենք ինչու նավակ ճոճող։ Նավակ ճոճողը հաստացի բազմից բացատրել եմ, բայց գիտեմ որ Էդի տենց բոլորը չեն իմանա։ Պատգամավորական ձեր ելույթների վերջում պարտադիր նշում էիք Գաբրիելյան եւ նավակ ճոճող։ Այդ հենց որ մանդատս վայր եմ դրել, այդ բայց սկսած էլի սկսել եմ բան անել, նորից այդպես ստորագրել, նավակը փաստացի դա այն ժամանակ երբ որ այդպես սկսել եմ ինքս ինձ կոչել, դա իշխող այն ժամանակ համակարգն ա եղել, որը որ փաստացի ղեկավարում է քո պետությունը եւ տանում է ինչ-որ մի ճանապարհով, ես այդ համակարգը ճոճում եմ, որպեսզի ինքը չգնա սխալ ճանապարհով եւ կարա հարց իհարկե ցակի որ ացոք կարիք կա հիմա ճոճել համակարգը, իմ խորին համոզմամբ համակարգը պետքա միշտ ճոճել, որովհետեւ
համակարգը մինչ հիմա եւ անդադար այնուամենայնիվ ունենալու է ել ավելի լավը դառնալու տեղ, բարելավման տեղ, իհարկե որպես նպատակ պետք է դնենք կատարյալին ձգտելու, բայց դա կատարյալ համակարգեր չեն լինում եւ դա շարունակական գործընթաց է։ Պարոն Գաբրիելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլից հարցեր, որոնք կխնդրեմ ավելի արագ արձագանքել։ Ձեր կարծիքով ՔՊ-ի ամենամեծ հաջողությունը ո՞րն է։ ՔՊ-ի ամենամեծ հաջողությունը ըստ էության, որ ՔՊ-ն կարողացել է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել այն, ինչ որ մեծամասնությանը թվացել է անհնարին, այն է իրագործել ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ ՔՊ-ի ամենամեծ ձախողումը ո՞րն եք համարում։ ՔՊ-ի ամենամեծ ձախողումը, վայ, այդ տենց միակ չի լինելու, բայց ես ավելի շատ տենց ինստիտուցիոնալ առումով ասեմ, ամենամեծ ձախողումը մեր այս պատմությամբ ենթադրում եմ նաև, որ մենք մինչև այս պահը ի վերջո չեն կարողացել պետական ինստիտուտները դնել այն պատշաճ հիմքերի վրա, որ իրենք աշխատեն հենց որպես ինստիտուտ մեխանիկական առումով, իսկ լավագույն ինստիտուտները դրանք են, որոնք որ հենց աշխատում են որպես ինստիտուտ բովանդակային առումով։ Այժմ եղած ժամանակ որ օրենքին եք ամենադժվարը քվեարկել, կհիշեք։ Հայկ Սարգսյանի հայտնի գումարով ազատվելու բանակից ազատվելու, անգամ եթե չեմ հիշում, հանձնաժողովի նիստին դեմ եմ քվեարկել դրան, բայց այնուամենայնիվ այդ նախագծի սկզբանե տենց անդրամաբանական եւ անհիմն եմ համարել։ Ձեր կյանքի կարգախոսը մեկ բառով։ Այդ երևի ամենադժվար հարցն է իրականում։ Տենց որպես այդպեսին կյանքի կարգախոս չունեմ, ես ունեմ սենց ասեմ իմ հայրն է ինձ ասել էլի, տենց իմ համար այդ միշտ ոնց որ չափորոշիչ ա եղել, ինձ ասել է կյանքում տենց տեղ մի հատ չելնեմ, չլսեմ, որ մեկը քեզ հիմնավոր վիրավորում է կամ միտեղ գլուխդ կախել ես։ Ու տենց որպես սկզբունք կարանք դա ասենք, բայց երևի տենց հիմնականում այդ բանն է եղել։ Ինչ երաժշտություն եք լսում աշխատելու ընթացքում։ Տարբեր, կարող է զարմանալ, բայց կարա լինի տենց hard rock-ից մինչև դասական հին երաժշտություն, տենց իրավիճակը գիտի, կարևորը գեղեցիկ։ Որ հարցում երբեք կոմպրոմիսի չեք գնում։ Չեմ կարծում, որ ներկայումս տենց հարց կա, որտեղ այնուամենայնիվ եթե մի 10 տարի այդ հարցը տա, կարող է հստակ մի քանի հատ բան ասել։ Հիմա դժվարանում եմ մի քիչ ասեմ, որտեղ այնուամենայնիվ քաղաքական գործընթացի մարդ եմ, իսկ քաղաքականությունը որոշակի առումով պարտադրում է նաև կոմպրոմիսներ եւ այդ թվում ճկունություն ունենալ։ Իրավիճակը պետք է գա, որ ասեմ այստեղ կոմպրոմիսի չեմ գնա, բայց ել եմ ասում, ցանկացած պարագայում, եթե այդ կոմպրոմիսից չգնալը օգուտ լինելու է մենակ ինձ, դա չեմ օգտագործի, էլի, եթե այդ կոմպրոմիսին գնալու օգուտ պետք է լինի շատ մարդկանց, անգամ իմ անձնական ինչ-որ բանը, այսպես ասած, նսեմ մասնելու միանշանակ դա կանեմ։ Ձեր կյանքի վրա մեծ ազդեցություն թողած մի անսպասելի հանդիպում։ Այդ ամենավատ հարցն է, բայց չեմ պատասխանելու այդ հարցին։ Կա, բայց այդ Հա։ Բայց կարամ ասեմ, որ ինքը բան, տենց կնոջ հետ է կապված, այսպես ասած, անձնական հարաբերությունների կոնտեքստում է, բայց այդքանով կսահմանափակվեմ, էլ չեմ ասում։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ անկեղծ պատասխան ստանալ ցանկացած քաղաքական գործիչ, ում կհարցնեիք, հարց տայիք ու անկեղծ պատասխան ակնկալեիք։ Իրականում ես չէի անկնկալ այդ մարդուց անկեղծ պատասխան, բայց ես կուզեի իրան մի քանի հատ հարց տալ, եւ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ձեր թիմում երբևէ ճշմարտությունն ասելու համար թանկ նստել է այդ ճշմարտությունը ձեզ վրա, եւ որ դրվագն է, կհիշեք։ Ես չի ասի, որ թանկ, պետք է հասկանանք թանկ ասելով ինչ է նշանակում, բայց եղել են դեպքեր, երբ որ ես իմ պատկերացած ճշմարտությունը բարձրաձայնել եմ եւ փորձել եմ հիմնավորել, եւ թիմակիցներիս կողմից միանշանակ չի ընդունվել դա, տենց վիճվել ենք իրար հետ, մի քիչ չենք խոսացել իրար հետ, բան, հետո մի քիչ չենք խոսացել, բայց հետո ընթացքում կամ իրանք են համոզվել, որ ես ընդհանրենք ճիշտ էի, կամ ես եմ եկել եզրահանգման, որ իմ պնդվածը այդքան էլ ճիշտ չի եղել։ Քաղաքականության մեջ հումորը պարտադիր է։ Հումորը, այդ թվում սարկազմը, կարծում եմ, հա, միանշանակ, եւ դրան պետք է շատ դրական վերաբերվել։ Ձեր քաղաքական կարիերայից մի դրվագ, որ հիշելիս միշտ ծիծաղում եք։ Որ հիշելիս միշտ ծիծաղում եմ։ Ճիշտն ասած, հիմա մի կողմից, որ ես ձեր մատնանշած հյումորվա դեպքերը ասում եք, մի կողմից իհարկե լացս է գալի, որ
ոնց կարելի է ընկնել նմանատիպ խայտարակ իրավիճակի մեջ, բայց մյուս կողմից է խնդալես է մեկն գալի։ Օղի ընկերների հետ թե տակ, թե սիրելիի հետ անտառում։ Եթե այդ հարցը տայք մի ամիս առաջ, միանշանակ կասեի օղի ընկերների հետ, բայց հիմա իրականում երևի թե ավելի շատ զարմանալի բան ասեմ, մենակություն, գիրք երաժշտություն, կինո, օղի ինչու համար չեմ ասում, որովհետև հնարավորություն է սա ասում, լիքը մարդ զարմանալը բացարձակապես չեմ օգտագործում արդեն բավականին երկար ժամանակ։ Գյումրիի դեպքերից հետո։ Չէ։ Եթե տենց հստակ եք ուզում իմանալ, անցած ամսվա ապրիլի 20-ից։ Ինչ որ դեպք է եղել, որ որոշել։ Չէ, եկել եմ այն եզրահանգման, որ որոշակի առումով չարաշահում եմ եւ որոշակի առումով դա ինձ խանգարում է, այդ թվում նաեւ վատ մարդկանց հնարավորություններ է տալի կոմպրոմանտներ հավաք։ Չէ, կոմպրոմատի բան չկա։ Գյումրիից հետո ինչ կոմպրոմատ եք ուզում եմ ասել, ամենալավ կոմպրոմատը այդ է փաստացի։ Չէ, հնարավորություն է տալի այդ բանը օգտագործելով, չեմ ուզում ասեմ, տենց վատություն բառը էլի, այդ տենց ոնց ասեմ, ծակել էլի, ծակել, կծել բան, տենց էլի այդ կոնտեքստ։ Այդ հնարավորությունը չեմ տալու այլևս, էլի, բայց հակադարձելու եմ ապագայում։ Ընկերներ թե կուսակիցներ։ Վայ, դե մեր կուսակցությունը նենց է ստացվել, որ ընկերների բավականին մեծ մասը իրականում կուսակցական է, բայց այնպես չի, որ գերակշռող է, 50 իրավիճակը գիտի, հետո այդ տարիների ընթացքում իրականում այս ընկերությունը ով որ օրինակ կուսակցական չի, կուսակցականների հետ է անգերացել, տենց էլի տարանջատել Լևոն Տեր-Պետրոսյան թե Նիկոլ Փաշինյան։ Միանշանակ Նիկոլ Փաշինյան։ Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան։ Լավ հարց է եւ ես ձեզ անկեղծ կպատասխանեմ Սերժ Սարգսյան միանշանակ այդ համեմատության մեջ։ Սահմանադրություն, հարևանություն թե խաղաղություն։ Սահմանադրություն, հարևանություն թե խաղաղություն, բոլորը իրար հետ։ Օրենսդիր թե գործադիր։ Օրենսդիր, ներկայումս։ Դեղագետ Վիլեն Գաբրիելյան թե քաղաքական գործիչ Վիլեն Գաբրիելյան։ Ցավոք սրտի դեղագետ Վիլեն Գաբրիելյանը ժամանակին երևի շատ կուզեր լավ դեղագետ լինել, բայց կյանքը այնպես է դասավորվել, որ չի կարողացել լավ դեղագետ դառնալ, բայց կարծում եմ գնում այն ճանապարհով, որ այլ ավելի լավ քաղաքական գործիչ դառնա, աշխատում է իր վրա։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։